Սիրելի աչաջրեցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում ենք բոլորին։ Ճիշտ է, մենք էլի մի քիչ շուտ ենք հասել եւ ես նախատեսվածից ավելի շուտ եմ ելույթ ունենում, հույս ունենք այն քաղաքացիներ, ովքեր ճիշտ ապահեն եւ ժամանակին են գալու, ներողամիտ կգտնվեն։ Այս հրապարակում, ինչքան հիշում եմ, այսինքն ինչքան չեմ հիշում, երրորդ անգամա, որ մենք նախընտրական տրամաբանությամբ հանդիպում ենք, առաջինը եղել է 2018 թվականին, երկրորդ եղել է 2021 թվականին, երրորդ հանդիպումը հիմա է։ Եվ ըստ էության 3 անգամ 3 ժամանակներում մենք տարբեր իրավիճակներում ենք հանդիպում եւ իհարկե այդ իրավիճակները ունեն ընդհանրություններ, բայց ունեն նաեւ տարբերություններ։ Այդ ընդհանրություններից ամենակարևորը հետեւյալն է, որ 2018 թվականին 2021 թվականին եւ 2026 թվականին որոշող սուբյեկտը նույնն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ 2018 թվականից Ժողովուրդ ջան, Հայաստանի որևէ ընտրությունում հեղափոխությունից հետո որևէ ընտրությունում որևէ մի քվեաթերթիկի չափով Հայաստանի քաղաքացու ձայնը չի եղծվել եւ չի կեղծվել, որովհետեւ մեզ համար սկզբունքային հարց է եղել եւ շարունակում մնալ, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, այդ նշանակում է իշխանությունը ժողովուրդը պետք է որոշի ընտրությունների արդյունքները։ Այսօր Հայաստանում մենք համաժողովրդական 2 ընտրություն ունենք, այսինքն ժողովրդի ուղիղ քվեարկությամբ։ Մեկը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են, երկրորդը համապետական խորհրդարանական ընտրությունները, որը ըստ էության վարչապետի ընտրությունն է նաև։ Եվ մեզ համար կարևորագույն խնդիրը հետևյալն է, որ ընտրությունների արդյունքներով ժողովրդի կամքը, ազատ կամքը արտահայտվի եւ այդ ազատ կամքը արձանագրվի։ Եվ ժողովուրդը որ կարևոր է, ազատ կամքը արտահայտելու հնարավորություն ունենա։ Այսօր իհարկե ամենամեծ մարտահրավերը, որը կա ժողովրդի ազատ կամքի արտահայտման վերաբերյալ տեղեկատվության ճշտությունն է, որովհետև ցանկացած անձ, սկսած պաշտոնյայից եւ շարունակած քաղաքացի, որ պետքա որոշում կայացնի, ինքը ունի մի բանի կարիք, ճիշտ ինֆորմացիայի կարիք, որպեսզի ինքը համոզված լինի, որ ինքը ճիշտ է գնահատում իրադրությունը եւ ինքը ճիշտ է հասկանում իրադրությունը։ Եվ ես այդ վերաբերյալ ուզում եմ մտքեր կիսեմ տեղեկատվության ճշտության վերաբերյալ մի քանի սկզբունքային հարցերի առնչությամբ։ Մայիսի 28-ին տեղի ունեցավ 2018, այսինքն իմ վարչապետության օրոք առաջին զորահանդեսն է տեղի ունեցել Հանրապետության հրապարակում։ Տեսել եք զորահանդեսը եւ ինչ տպավորություններ ունեք։ Որն է ձեր տպավորությունը։
Բայց ես այս հարցը տալիս եմ երկու պատճառով։ Պատճառ 1, որ ձեր տպավորությունները իմանամ, եւ երկրորդը, որովհետեւ արդեն տարիներով ընդդիմությունը մեղադրում է, որ մենք բանակի համար ոչ մի բան չենք անում, որ մենք Հայաստանը թողնում ենք անպաշտպան, ավելին ասեմ ձեզ։ Եղել են մեղադրանքներ, որ ես Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջով եւ պարտավորվել եմ, որ Հայաստանը բանակ պետք է չունենա եւ որ դրա համար մենք բան չենք անում։ Բանակի վրա ամեն ինչ անում ենք, որ բանակը չլինի, որովհետեւ մենք պարտավորվել ենք, որ Հայաստանը պետքա բանակ չունենա։ Դուք արդեն իսկ տեսաք այն ինչ որ ձեր աչքի առաջով անցավ։ Ես չգիտեմ ովքեր են հեռուստացույցով հետևել, ովքեր տեղում են հետևել, բայց նաև ես իմացա, որ մեջ, բայց ես ուզում եմ մի փաստի մասին, չնայած ուրիշ տեղերել եմ ասել, ժողովուրդ կներեք, եթե բաներ եմ ասում, որ ուրիշ գուցե հեռուստացույցով արդեն լսել եք, բայց միևնույնն է, այս կարևոր եմ համարում դա ասել, որովհետև ուրիշ բան է լսել հեռուստացույցով եւ ասել հեռուստացույցով, ուրիշ բան է, երբ որ ասում եմ եւ նայում եմ ձեր աչքերի մեջ, դրանք երկու տարբեր ռեժիմներ են։ Մեզ մեղադրել են, որ մենք բանակը քանդել ենք։ Մեզ մեղադրել են, որ ինքը թոփ բանակ են մեզ ժառանգություն թողել եւ մենք այդ թոփ ժառանգություն բանակով պարտվել ենք պատերազմի։ Ես ձեզ ուզում եմ մենակ մի փաստ բերեմ, մի փաստ։ Ուրեմն 1991 թվականից մեր հրետանու թիվ 1 միջոցը եղել է D30 հրանոթը, D30-ը, որը եղել է ինքը վատ զենք չի։ Ինքը բայց մեր հրետանու ողնաշարը, իսկ նաև հրետանին պատերազմի աստվածն է, ամենայն դեպս դասական ընկալում, եղել է D30 հրետանին։ Ուրեմն հարց, որի պատասխանը թերևս լսել եք կամ եթե չեք լսել։ Առաջին անգամ երբ է Հայաստանի Հանրապետությունը գործարանային արտադրության D30 հրետանի ստացել, հրանոց ստացել։ Դա 2023 թվականն է։ 2023 թվականից առաջ Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել գոնե մեկ D30 հրանոց, որ ինքը ստացած լինի գործարանից։ Պատկերացրիք, եւ այն որ Սերժ Սարգսյանը ասում էր 80-ականների զենքեր, ինքը գլուխ էր գովում, որովհետեւ 2018 թվականի դրությամբ մեր սպառազինության առնվազն 70%-ը ոչ թե 80-ականների ա եղել, այլ եղել է 70-ականների, 60-ականների, 50-ականների։ Մենք 80-ականների շատ քիչ զենք ենք ունեցել, շատ քիչ զենք։ Երկրորդը, դուք տեսաք այդ գործարանային արտադրության, այսինքն Զավադսկոյ D30 հրանոց, որ մենք ունեցել ենք, եղել է առաջին անգամ 2023 թվականին։ Ու մնացածը բա ինչ ա եղել։ Ինչ ա եղել մնա։ Հա, այսօր ընդդիմության ներկայացուցիչները ինչ են ասում, արձագանքում են, ասում են, մենք զենքը ասում ենք, ձրի կբերենք զենքը։ 2018 թվից առաջ զենքերի 70%-ի վրա մենք փող չենք ծախսել, ձրի են մեզ տվել զենքը։ Բայց այդ զենքը եղել է, նրանք ովքեր լսում են այդ հասկացությունը նեկոնդիցիոննի եզրին։ Այսինքն համարյա ոչ պիտանի զենք, համարյա, այսինքն այդ մեզ տվել են ձրի զենքը խեն տալիս, ով է ում ձրի զենք տալիս։ Ձրի զենքը տալիս են այդ դեպքում, եւ որ նա գին չունի։ Այսօր զորահանդեսը ուզում են համատեն 2016 թվի զորահանդեսի հետ։ 2016 թվի զորահանդեսով անցած զենքի 80% եղել է նեկոնդիցիոննի։ Կներեք 1000 ներողություն կանսերվի կոկոշի տրամաբանության մեջ։ Բայց ես ուրիշ բան եմ ասում, դուք տեսաք D30 մեր Զավադսկոյ, այսինքն մենք D30-ից ոչ միայն չեն հրաժարվել, բայց այլ ընդհակառակը հիմա նոր D30-ներ ունենք, որի առաջին օգտագործողը մենք ենք։ Բայց այնտեղ մենք ուրիշ հրետանային միջոցներ ձեզ ցույց տվեցինք։ Ուրիշ բան չլինի, D30-ի չափերին նայեք եւ այդ նոր հրետանային միջոցների չափերին նայեք։ Մենակ ֆիզիկական չափերով այս մեր նոր հրետանային միջոցները D30-ից 3-4 անգամ ավելի մեծ են։ Մենակ հրանոթի երկարությունը 3-4 անգամ ավելի մեծ է։ Այդ չեմ ասում, որ այդ հրանոթները ոչ միայն բարձր տեխնոլոգիական զենքեր են, բարձր տեխնոլոգիական զենքեր։ Ընդ որում իրանք ունեն արկեր,
15 տեսակի բարձր ճշգրտության արկերից մինչև սովորական մոտավոր ճշգրտության արկեր։ Իրանց հեռահարությունը D30-ի հեռահարությունը 15 կիլոմետր է։ Մենք այսօր հրետանային միջոցներ ունենք, որ 40 կիլոմետր է իրանց հեռահարությունը։ Եվ դրանք գեր ժամանակակից զենքեր են, գեր ժամանակակից զենքեր։ Հաջորդը մենք ձեզ ցույց տվեցինք այդ թվում հայաստանյան արտադրության զենքեր, հայաստանյան արտադրության։ 2018 թվականից մենք 170 միլիարդ դրամ ենք ներդրել եւ այսօր մենք ունենք ռազմարդյունաբերական համալիր եւ այսօր Հայաստանը զենք է արտահանում զարգացած երկրներ։ Ես չեմ կարող կոնկրետ երկրների անուններ։ Եվ սա նաեւ այն բանի շնորհիվ, որ մենք 2017 թվականի համար գիտության ֆինանսավորումը ավելացրել ենք 2.7 անգամ առնվազն։ Գիտության ոլորտում աշխատավարձերը ավելացրել ենք 100-ից 300%-ով։ Եվ մենք այսօր ունենք ռազմարդյունաբերական համալիր։ Բայց վերադառնալով բանակի, ես ամսի 28-ին իմ ելույթում էլ ասացի, բայց ուզում եմ այս հանգամանքը մենք շատ հստակ արձանագրենք եւ հասկանանք։ Ինչի օրինակ 2022 թվականից առաջ մենք այդ զենքերը չունեինք։ Փողի խնդիր իրականում այդքան է սուրճ չէր, որովհետև այդ զենքերը, զենքի վաճառողները իրենք վարկով են վաճառում։ Իրանք ասում են մեզնից ձեռք ես առնում, բայց նաև մեզնից վարկ վերցրու։ Եվ այդ խոսակցությունը, որ մենք պարտքը ավելացրել ենք, կրկնապատկել ենք, նաև դրա հետ է կապված, որովհետև մարդը զենք արտադրում է, ասում է գիտես, եթե ինձնից վարկ վերցնես, այս գնով կտամ քեզ։ Եթե վարկ չվերցնես, դրանից ավելի էական ավելի գնով, ինչի է ուզում ինքը վարկ տա, որ ինքը տնտեսական շղթա է կառուցում, որպես իր բանկային համակարգն էլ եկամուտ ունենա, որ երկար տարիներ իրան, այսինքն անընդհատ պտտվող փող ապահովի, որը նաև մեզ է ձեռնտու, մեծ հաշվով, որովհետև գները դեպքում էականորեն իջնում են։ Բայց ես ստեղ շատ կարևոր է հասկանալ, որովհետև այս ամեն ինչը հիմնական մասը, 90%-ը ձեռք է բերվել 2022 թվականից հետո։ 2022 ինչու 2022 թվականից հետո, ինչու այդ նույնը չկար 2021, 2020, 2019 թվականին։ Մի պարզ պատճառով, որովհետև այդ նույն մարդիկ, այդ նույն երկրները, որ մեզ զենք են վաճառել 2022 թվականից հետո, 2022 թվականից առաջ ասել են հետևյալը, որ մենք կներեք, ձեզ չենք կարա զենք վաճառենք երկու պատճառ են բերել։ Առաջին ասել են դուք հապկի անդամ եք։ Եվ մենք այս գաղտնի տեխնոլոգիական զենքերը չենք կարող ձեզ փոխանցել, որովհետև վստահ չենք եւ դուք այս տեխնոլոգիաները կարող եք փոխանցել հապկի։ Եվ երկրորդ, այս ամենակարևոր պատճառը չի եղել։ Երկրորդ պատճառը այն է եղել, որ մեզ ասել են մենք վստահ չենք, ավելին մենք վստահ ենք, որ դուք այդ զենքերը օգտագործելու եք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմաններից դուրս, նկատի ունենալով Ղարաբաղի կոնֆլիկտը։ Այսինքն իրանք ասել են, որ Ղարաբաղի կոնֆլիկտի պայմաններում մենք ձեզ զենք չենք կարող վաճառենք։ Ինչի՞, որովհետև իրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ այլն եւ այսպես շարունակ։ Հիմա ինչա տեղի ունեցել 2022 թվականին եւ ինչու է զենքի շուկան 2022 թվականից սկսել բացվել, 2024 թվականին ընդհանրապես բացվել է առանց որևէ սահմանափակումների։ Երկու բան է տեղի ունեցել։ Առաջին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում նախագահ Մակրոնի եւ նախագահ Միշելի օգնությամբ, աջակցությամբ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Արձանագրելով, որ Հայաստանը ճանաչում է, որ խորհրդային Հայաստանը ճշգրիտ համապատասխանում է անկախ Հայաստանի, խորհրդային Ադրբեջանը ճշգրիտ համապատասխանում է անկախ Ադրբեջանին։ Դրանից հետո միջազգային շուկան զենքի ասել է, մենք խնդիր չունենք, մենք տեսանք, որ դուք քայլ արեցիք, մենք կսկսենք ձեզ զենք վաճառել։ Իսկ 2024 թվականից հետո, երբ որ սահմանազատումը այդ կիրառվեց եւ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ
եւ ներողություն սահմանազատման հանձնաժողովների գործունեության համատեղ կանոնակարգը ստորագրվեց եւ վավերացվեց եւ Ալմատայի հռչակագիրը եւ Հայաստանում եւ Ադրբեջանում ստացավ դե յուրե պարտադիր իրավական ուժ, այդ հարցը ընդհանրապես փակվեց։ Եվ տեղի ունեցավ զենքի վաճառքեն բանի շնորհիվ, որ ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղի շարժումը պետքա չշարունակենք եւ չենք շարունակելու։ Դրանից հետո զենքի շուկաները մեզ համար բացվեցին, որովհետեւ հիմա մենք մի վիճակում ենք, ոչ ոք մեզ չի կարող ասի, ինչ եք դուք ուզում ձեր երկիրը պաշտպանեք։ Ոչ մեկ չի կարող ասի, որովհետեւ այս պատկերը բոլորին ազդակա, որ մեր խնդիրը, մեր երկրի տարածքային ամբողջականություն եւ մեր անվտանգությունը ապահովված է։ Եվ մենք այսօր չենք ցուցադրել, մենք այսօր արդեն գործող պայմանագիր ունենք։ Մենք Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը որ եկավ, մենք այնտեղ ցույց տվեցինք այն անօթաչու թրթող սարքերը, որոնք մենք Միացյալ Նահանգներից պայմանագիր կնքեցինք, ձեռք բերեցինք։ Բայց մենք է զորահանդեսում դա ցույց չտվեցինք, որովհետև իր մատակարարումը դեռևս տեղի չի ունեցել։ Այսինքն ես ինչ եմ ասում, մենք այսօր ընդհանուր Միացյալ Նահանգների հետ զենքի առևտուր անելու հնարավորություն ունենք։ Մեծ Բրիտանիան այդ ամսի 8-ից հետո 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո վերացրեց սահմանափակումը Հայաստանին զենք վաճառելու։ Եվ դա միայն մի պատճառով, որ մենք խաղաղության հասանք, մենք ասցինք Ղարաբաղի շարժումը չեք շարունակելու։ Եվ սա շատ բարդ եւ դժվար որոշում էր։ Եկեք պատկերացնենք ժողովուրդ ջան, թե մենք Ղարաբաղի շարժումը այսօր էլ շարունակում ենք։ Ինչա լինելու։ 30 տարի, եւս 30 տարի Հայաստանը առնակամարնելու, բայց ամենակարևորը, այդ հարցը տենց չի լուծվելու։ Որովհետև այսօր ընդդիմությունը որ ասում է, այ Ղարաբաղի հարցը սենց էինք լուծելու, ես մի պատասխան ունեմ։ Դուք 30 տարի իշխանության եք, լուծեիք։ Եթե տենց լավ լուծումներ կան, լուծեիք։ Իսկ իրականությունն այն, հիմա ես ձեզ մի հատ պարզ բան ասեմ, որ հիմա էլ լսում եմ, ասում են այդ մարդիկ։ Ասում են Ղարաբաղի հարցի կարգավիճակը պետքա լուծվեր հանրաքվեով։ Նախ առաջին հարցը բախի չի եղել այդ հանրաքվեն։ Գիտեք ինչի չի եղել այդ հանրաքվեն, որովհետև բանակցային թղթերում ոչ միտեղ գրած չի, թե այդ հանրաքվեն որտեղ է տեղի ունենալու, ոչ միտեղ գրած չի, որ այդ հանրաքվեն տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղում։ Այդ ձևակերպումը նենց է, որ տեքստի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ այդ հանրաքվեն պետք է տեղի ունենար ամբողջ Ադրբեջանի կազմում, ամբողջ Ադրբեջանի։ Ինչի՞։ Եվ ես ձեզ պատմել եմ նաև, չգիտեմ ուշա, որովհետև ես 2018 թվականին ես համանախագահներին հարց տվի։ Ասցի, այս փաթեթով Ղարաբաղ կարա չլինի Ադրբեջանի կազմում։ Ասցին, այո, կարա չլինի, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Այսինքն, Ղարաբաղի հարցը գործընկերներից մեկը, որի անունը չեմ տա, իմաստուն կերպով Ղարաբաղի հարցը անվանում էր ճամպրուկ առանց բռնակի։ Եվ նա շատ իմաստուն կերպով ինձ ասում էր, գիտես ինչ, ես հասկանում եմ, որ Ղարաբաղի հարցը ճամպրուկա տվել են ձեզ եւ առանց բռնակի ճամպրուկա, որը ձեզ ստիպում են ձեզ հետ տանել։ Ես հասկանում եմ, որ դա շատ բարդ է։ Եվ դա եղել իրականությունը, որ մեզ տվել են ճամպրուկ առանց բռնակի, որ մենք տանենք, որ մեր ձեռքերը չունենան ազատություն ուրիշ որևէ այլ բանով զբաղվելու։ Սրանում է ճշմարտությունը։ Եվ ես կայացրել եմ շատ բարդ որոշումներ։ Ես ձեզնից մեկը լինելով եւ ես ընդհանրապես քաղաքականությամբ սկսել եմ զբաղվել 88 թվին, դպրոցական եմ եղել 13 տարեկան, այն անգերներս տեղ են կվկայեն։ Ղարաբաղի շարժումը սկսել է, ես էլ ընկել եմ այդ ջրերը քաղաքականությամբ տենց եմ մտել։ Այսինքն Ղարաբաղի շարժումը իմ քաղաքական ծագումնաբանությունն է։ Բայց ելի եմ ասում, առաջնորդությունն է, որ դու զգում ես, որ սխալ տեղ եք գնացել, սխալ կարակ, ըլնում է չէ տենց, որ համոզմունքով գնում ես, մեկ է տեմ ես սխալ տեղ ես գնում։ Պետք է ուժ ունենաս խոստովանել դա եւ առերեսվել։
Եվ ես շատ ուրախ եմ, որ այդքան ուժ ունեցել եմ ձեր ուժով, ձեր աջակցությամբ։ Որովհետև երբ որ ես հասցի Ղարաբաղի շարժումը պետքա չշարունակենք, ես հասցի որպես վարչապետ, ես այս որոշումը կայացնում եմ։ Եթե ժողովուրդը համաձայն չի, ես ընդունում եմ, ես որպես հեղափոխության վարչապետ դառած մարդ, ընդունում եմ, որ հիմա ժողովուրդը կարա հեղափոխություն անի եւ փոխի կառավարությունը, կարա հեղափոխություն անի եւ հասնի իմ պաշտոնանկությանը, բայց եթե ժողովուրդը դա չարեց, ես դա անցալելու եմ որպես համաձայնության նշան, թույլ տվություն դա անելու։ Եվ ես ուրախ եմ, որ գնացել եմ այդ ճանապարհով եւ եկել եմ ձեզ ասելու հետեւյալը. Հայաստանի Հանրապետությունը այլևս հակամարտության փակուղի չի։ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության խաչմերուկ է։ Խաղաղության խաչմերուկ։ Եվ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն ասեմ, որ դուք այս ողջը ես հասկանում եմ, որ բազմաթիվ որոշումներ ա եղել, որ դուք չեք հասկացել, թե ինչ եմ անում ես եւ ինչի համար եմ անում ես։ Եղել են իրավիճակներ, այսօր ես շատ բաների մասին շատ ավելի բաց եմ խոսում, բայց եղել են իրավիճակ եւ ավելի բաց եմ խոսալու, բայց եղել են իրավիճակներ, ես չեմ կարողացել, բայց ես հստակ ասում եմ, այդ դավադրությունը շարունակվել է շատ երկար։ 2024 թվին հրապարակում, Հանրապետության հրապարակում 25,000 մարդ կար կանգնած, ընդդիմադիր, սահմանագիրանցի դեպքերի ժամանակ։ Եվ բոլոր կողմերից ինձ ասում էին, որ պետքա չանել, պետքա հետաձգել, պետքա չանել, պետքա հետաձգել սահմանազատումը։ Ես այդ ժամանակ ինձ հաշիվ էի տալիս, որ եթե մենք այդ ճանապարհով չգնանք, ես ինձ հաշիվ էի տալիս, որ մենք Տավուշի մարզի կեսը կորցնելու ենք։ Եվ դա դրա համար էր արվում, ասելով, որ գյուղերը տալիս է, ոսկեպարը եկեղեցին տալիս է, Կիրանցը տալիս է, այս տալիս է, այն տալիս է, այս տալիս է։ Այսօր Կիրանցում ապրում է պատմականորեն ամենամեծ թվով բնակչությունը եւ գոյություն ունի, կառուցվում է իր պատմության ամենամեծ թվով տները։ Ինչի մենակ Կիրանցում, ոսկեպարում, Սև քարում, Բերքաբերում, Ծաղկավանում։ Դե Աչաջուրը միշտ էլ պրոբլեմ չի ունեցել։ Եվ ես շատ ուրախ եմ, եւ ձեզ ահավոր շնորհակալ եմ, որ այս ծառայությունը մատուցելու հնարավորություն եք դուք ինձ տվել։ Որովհետև ես ինձ հարց եմ տվել, ինձ համար ակնհայտ է եղել, որ այդ որոշումները պետքա կայացվեն, որ այդ որոշումները կայացնելը շատ դժվար է, բայց ես ինձ հարց եմ տվել, եթե ես չէ, բա ով պետք է կայացնի այդ որոշումը։ Եթե ճակատագիրի վրա դրել այդ պատասխանատվությունը, ուրեմն ես պետք է կրեմ այդ պատասխանատվությունը։ Եվ այսօր էլ ես նույն բանով եմ եկել։ Բայց ես ուզում եմ ձեզ ցույց տամ նաև այն հեռանկարները, որ Հայաստանի առաջ բացվում են։ Դուք պատկերացնում եք, ես որ ասում եմ, մենք Հայաստանի մասին շատ դեպքերում ինքներս էլ լավ պատկերացում չունենք, Հայաստանը ինչ է։ Այս վերջերս մի բան տեղի ունեցավ, որ ցնցեց ինձ, էլի երկար ասել եմ դրա մասին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան, ինձ հետ հանդիպման, եւ մեր պաշտոնական հանդիպման ժամանակ նախադասությունն է ասում, որ իմ պատկերացումները Հայաստանի մասին փոխում է։ Մեր մտքով նախկինում դա չէր անցնում, հասկանում եք։ Ու զարմա ասում է Հայաստանը նստած է արևելքի եւ արևմուտքի միջև ամենակարճ ճանապարհի վրա։ Ասում եմ, ես ինչ ասում։ Հետո գնում ենք քարտեզը նայում ենք, արա իսկականից։ Ու այդ ամենակարճ ճանապարհը անցնում է Տավուշի մարզով, Լոռու մարզով, Շիրակի մարզով։ Ու հիմա այն որ թրիփ նախագծի շրջանակում մեր հարավային երկաթուղին կվերականգնվի, դրա մասին շատ ենք խոսել եւ էլի կխոսենք։ Բայց հիմա իրատեսական է դառնում, այսօր միջազգային ներդրողները գալիս են հետեւյալ առաջարկում, ասում են եկեք Ադրբեջանից Հայաստան ամենակարճ ճանապարհը մի հատ չափենք, որ ստեղով է հաստատ։ Բայց ճանապարհով չափենք որտեղ է։ Միջազգային բեռնատարների համար Տավուշի մարզ, Լոռու մարզ, Շիրակի մարզ։ Վճարովի դարձնենք ճանապարհները, ինչքան փող պետք է մենք կներդնենք։
Եվ հաշվարկում են, որ ճանապարհ այնքան կարճանում է, որ վարորդները կնախընտրեն վճարել այստեղով անցնել, որովհետև վառելիքի փողա, գիշերակացի փողա, վերջը ժամանակ է։ Եվ մենք հիմա պետք է որոշենք, հիմա հետազոտություն է արվում, այդ ճանապարհը բանի ճանապարհն է, Կրիվոյի ճանապարհն է, նոյեմբերանով ճանապարհը, թե դրդի։ Կարող է 3-ներ։ Ես շատ կուզեմ, որ 3-ներ, որովհետև հոսքերը շատ մեծ են։ Բայց ավելին, այսօր մենք պետք է կենտրոնանանք մեր երկաթուղու վերաբացման վրա։ Եվ դա իրատեսական է, շատ իրատեսական է։ Որովհետև հիմա մենք կարանք ստանանք արևելքից արևմուտք ամենակարճ երկաթուղին։ Դրա համար մեզ պետք է անել հետևյալը։ Հաղարծին գյուղից սողանքը պետք է վերացնել, ինքը մեծ փող է, շատ մեծ փող է, մոտավորապես $500 միլիոն։ Բայց եթե այն մտածածը իրոք արդարն է, որ դա ամենակարճ երկաթուղին է, այդ փողը կդրվի, որովհետև փողդղոնող կիմանա, որ հետա բերելու այդ փողը։ Ու Ֆիոլետովի հատվածում Վանաձորի ճյուղն ու Իջևանի ճյուղը մոտ 6 կիլոմետր են իրարից հեռու, այդ երկուս բանսը պետք է կպցնել իրար, եւ մենք ունենում ենք արևելք-արևմուտք ամենակարճ երկաթուղին, իհարկե մի քիչ նաեւ թեքությունները պետք է ուղղել, որովհետեւ տեղեր կա պատժոմը շատ է։ Ես սա ուզում եմ ասել, որ այս ամեն ինչի ամենակարևոր արդյունքն է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է։ Պատկերացնում եք, Աչաջրի, Իջևանի աշխարհագրական դիրքը փոխվել, Աչաջուրը ու Իջևանը միշտ տեղ են եղել։ Բայց նախկինում մեր ընկալումներն ա եղել, որ վայ, ես ինչ վատ աշխարհ, սարսափելի աշխարհագրական դիրք է։ Հիմա կողքից մարդիկ ասում են, լսեք, ձեր աշխարհագրական դիրքը աշխարհում ամենալավն է, որովհետև դուք նստած եք արևելքի արևմուտքի միջև ամենակարճ ճանապարհի, եւ սա անսահման հնարավորություն է, որը մենք պետք է օգտագործենք։ Եվ մենք պետք է նաև խաղաղության վերջնական ինստիտուցիոնալացման հարցը լուծենք, որ այս երեխեքին կիսատ պրոբլեմ չթողենք։ Որովհետև դա ամենամեծ հանցագործությունն է իրանց առաջ։ Որ իրանք մնան, իրանք ասում եմ, ես հիշում եմ, երբ որ ես ընդդիմադիր էի, մի անգամ Ազատության հրապարակում ելույթ ունեցա, ասի, Աստված չանի, որ մեր երեխեքը ստիպված լինեն Հայաստանում ժողովրդի իշխանության համար էլի գալ Ազատության հրապարակում վրաններ խփել։ Այսօր երեխեքը դրա կարիքը չունեն։ Հիմա էլ ասում եմ Աստված չանի, որ մենք այս պատմական հնարավորությունը բաց թողենք եւ կիսատ պրատ չլուծված խնդիրները ժառանգենք երեխեքին։ Այսօր այդ հնարավորությունը կա, որ մենք փակենք սահմանազատումով, բանով, ամեն ինչով։ Խաղաղությունը դարձնենք հարատև եւ պետությունը դարձնենք հարատև։ Մենք որ ոչ թե մտածենք, թե լսպասենք տենանք բանից սփխեցից հետո ինչ անում, նոր տարուց հետո ինչ անում, զատիկից հետո ինչ անում, այն իմաստով, որ կյանքը այնքան անորոշ լինի, որ մենք չկարողանանք հորիզոն բացենք մեր առաջ։ Բայց այսօր արդեն Հայաստանի առաջ տասնամյակների հորիզոններ է բացված, հարյուրամյակների հորիզոններ է բացված, եւ մենք ունենք շանս այդ հորիզոնները դարձնել հազարամյակի հորիզոն, հազարամյակի, որ մեր պետությունը հազարամյակով սերնդեսերուն ժառանգվի։ Դրա համար մենք պետք է մի բան անենք, այսօրվա դրությամբ մի բան պետք է անենք, ընդամենը մի բան պետք է անենք, պետք է Հայաստանի ժողովուրդը կանգնի խաղաղությանը։ Դա ամենակարևոր մեր 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի նման, եթե խնամք չտանենք իր նկատմամբ, չի ապրի ինքը։ Այսօր հարցը հետևյալն է, երեխային եթե տեր չկանգնենք 9 ամսական երեխային, չի ապրի ինքը։ Եվ մեր խնդիրը հետևյալն է, որ մենք գնանք եւ տեր կանգնենք խաղաղությանը։ Էսա պատճառը, որ ես ձեզ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Շատ կարևոր է արձանագրել, թե ինչ ենք քվեարկում 16-ին, որտեղ այդ քվեարկությունը ինքնանպատակ չի։ Այդ քվեարկությունը պիտի նշանակի, որ մարդը ասում է ես խաղաղությանը տեր եմ, պետությանը տեր եմ, անկախությանը տեր եմ, ապագային տեր եմ։ Ու այստեղ ամենակարևոր բաներից մեկն է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր ուժը զգա, ժողովուրդ, իր ուժը։ Քաղաքացին իր հզորությունը եւ կարողությունը զգա։ Եվ սա էական է, որովհետեւ դուք
որոշում եք ամեն ինչ։ Դուք որոշում եք ամեն ինչ։ Տեսեք, ես պատմական թեմաներ արծարծեցի, որոնք նույնիսկ որ խորանանք հազարամյակի նշանակություն ունեն։ Ես պատմական այս փուլը համատում եմ հետևյալի հետ։ Ես մտածում եմ հետի ընկալումն է, որ մենք հիմա վերադառնում ենք 374 թվական եւ մեր կիսատ մնացած պատմությունը այդ կետից իմ կարծիքով մեր պատմությունը այդ կետից է խոտորվել։ Երբ որ Պապ Թագավորին հայաստանցի եւ բյուզանդացի բարձրաստիճան աշխարհիկ եւ հոգեոր պաշտոնյաներ հացի հրավիրեցին եւ մեր Թագավորին հացի սեղանի շուրջ սպանեցին։ Ինչի համար սպանեցին։ Որովհետեւ ինքը ուզում էր պետություն։ Որովհետև ինքը հասկանում էր, որ պետությունն է այն ամենակարևոր արժեքը, որ ժողովրդին պահում է ժողովուրդ, որ ժողովրդին ուժեղացնում է, որ ժողովրդի բարեկեցությունը եւ ինքնությունը եւ անվտանգությունը երաշխավորում է։ Եվ ինչալոց դրանից առաջ պատմություն ա եղել հետաքրքիր Պապ Թագավորը, չգիտեմ ով գիտի, ով չգիտի, կայսրը իրան հրավիրում է այցի Տարսոն հրավիրում է այցի եւ սպասի Մարիկ ջան խնդրում եմ սպասի հրավիրում է այցի եւ չի ընդունում մի օր չի ընդունում երկու օր չի ընդունում երեք օր չի ընդունում 4 օր չի ընդունում հետո Պապ Թագավորը իմանում է որ ինքը իրականում գերի են վերցրել հրավիրել այցի ու գերի են վերցրել ու զարմանալի մի բան անում Պապ Թագավորը տեղից իրանք թաքուն շքախմբով կարողանում են դուրս պրծնել եւ վերադառնալ Հայաստան։ Այդ շատ կարևոր պատմական պահ, բայց այնուամենայնիվ այդ սպանությունը տեղի է ունենում։ Բայց շարունակվի արդյոք ընդհատված տեղից, որը մեր ամենակարևոր պատմական խնդիրն է։ Այսօր պատկերացնում եք այդ հազարամյա պատմական հարցի հանգուցալուծումը կախված է մի մարդուց։ Ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես։ Սա բան չի, սա շատ կարևոր է, որ այս ասածի ճշմարտությունը ընկալվի։ Որովհետեւ այդ է, որովհետեւ ժողովուրդը ոնց որոշի, տենց ելնելու է ժողովուրդ ջան։ Հայաստանի, քանի ես վարչապետ եմ, Հայաստանի ընտրողի մի ձայն չի կեղծվելու։ Որովհետև ձայն բազմած ձայն Աստծո։ Ժողովուրդը ինչ որոշում է, այդ նշանակում է Աստված է տենց որոշել։ Աստված ինչ որոշում է, նշանակում է ժողովուրդն է տենց որոշել։ Եվ ժողովրդավարական ցանկացած իշխանության համար ժողովուրդը Աստված է։ Ես դրա մասին եմ մտածում, իմ մոտ միշտ հարցածակում, ասում եմ Աստված որտեղ է ապրում։ Եվ իմ առաջին պատասխաններն են, որ Աստված ապրում է մեզնից յուրաքանչյուրի մեջ։ Բայց Աստված շատ մեծ է, մեզնից յուրաքանչյուրի մեջ առանձին ապրելու համար։ Մի անձը հերիք չի Աստծուն իր մեջ ընդգրկելու համար։ Հետևաբար Աստված ապրում է շատերի, այսինքն ժողովրդի մեջ։ Դրա համար Աստված ձայն բազմած ձայն Աստծո։ Եվ հետևաբար պատմական այս մեծ ընթացքի ճակատագիրը կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ մեկ մարդը այնքան էլ հերրու կանգնեք մեկա դու ես այդ մեկ մարդը, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ ով այն մեկ մարդը, որ պատրաստ է իր բաժին պատասխանատվությունը վերցնել պատմության հետագա ընթացքի, պետության հետագա ընթացքի, խաղաղության հետագա ընթացքի մասին, ով այդ մեկ մարդը թող բարձրացնի իր ձեռը այդ մեկ մարդը, թող բարձրացնի իր ձեռը այդ մարդը։ Եվ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք
Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, աչաջրին, Իջևան խոշորացված համայնքին, Տավուշի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակների և կեցցե Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։ Եվ ուզում եմ նաև խոստովանել, որ Աչաջուրը ինձ ամեն անգամ մեծ լիցքեր է տալիս, որովհետև այս հրապարակը հենց այս վիճակում 2018-ին էսպիսին էր, 2021-ին էսպիսին էր, 2026-ին էսպիսին է։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Շնորհակալ եմ։ Ժողովուրդ ջան, երկու կարճ հայտարարություն։ Առաջինը մեր այսօրվա եզրափակիչ հավաքը Տավուշի մարզում տեղի ունենալու Իջևանում ժամը ուղիղ 20:00-ին, ոչ մի րոպե շուտ, ոչ մի րոպե ուշ։ Եվ այնտեղ հնչելու են, ես էլ ելույթ կունենամ, բայց սկզբունքորեն արդեն ելույթ ունեցա, բայց մյուս գործընկերներ նույնպես ելույթ կունենան, բայց ես բացի ելույթ ունենալուց նաև կնվագեմ ձեզ համարում հետաքրքիր է, ով տրամադրություն եւ հավես ունի, իրականում այդ բանը, այդ երգի բառերը ես գրել եմ, ես եմ երգի բառերի հեղինակը, եւ ըստ էության այդ երգի բառերը այն քաղաքական խոսույթի մասին է, ինչի մասին ես խոսեցի այստեղ, խոսում եմ տարբեր տեղերում, եւ դա այդ երգի բառերը սեղմած այն հիմնական ուղերձն է, որը ավելի ընդայնված եղանակով ասցի։ Եվ երկրորդը, երեխեք ովքեր ուզում են, մենք ունենք ընդամենը 10 րոպե ժամանակ, երեխեք ջան, որ կազմակերպեք, ովքեր ուզում են քարտեզ նվեր ստանան, կազմակերպվեք արագ, խնդրում եմ արագ, ում կհասցնեմ այդ 10 րոպեում, այս անգամ քարտեզ կնվիրեմ, ում չեմ հասցնի, ոչինչ, մի ուրիշ առիթ հաստատ կգտնվի։ Շնորհակալ եմ։ Արի ես կողմից պտտվի։ Thank you.
Արի տատի ջան, արի։ Արի վազի պստաճ է Signale հնչեց։ Ես կոմից Արեք երեխեք։ Ես Բարով արչապետ Դու նոր նկար Հիմա ֆոտո Հեմե ясак Հայց կտենալ է Բարո Փաշինյան քարտես Սպասեք երեխեք Բարո Փաշինյան քարտես Մեզ վեկալ, բայց մի բրդի Անցեք Աչաջուրը ինչպես 18-ին, ինչպես 21-ին, այնպես էլ 2026-ին, սիրում եմ